Նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաև մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Հաջորդը նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել ենք քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք, սկսած ֆինանսականից,